Շատ կարճ բան։ Գործանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն, վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի, եւ ավելի շուտ քան վաղը, բայց վաղը լրիվ ամբողջությամբ լրիվ կընկնի ռեժիմի մեջ։ Այս պայն այսքանը տեխնիկական ես ձեզ ասացի, չէ, մենք քննարկում ենք ոնց կարողանանք համադրենք, որ մեկը մեկին չխանգարեն, գործանը չկան լինի։ Այդքան կարճ ժամանակահատվածում, այսինքն այստեղ էական հարցեր չեն եղել, դրա համար էլ հանդիպումն էլ կարճ տևեց, էական որևէ հարց չի եղել, պարզապես այդպես փակվել էր, հիմա էլ այսքան կարճ ժամանակահատվածում որոշում կայացվեց։ Էական հարցի պատասխանը ես չի որ պետք է տամ, ընթացքում իրավապահները կհասկանան, իմ բանում չի։ Հասկացաք, պարոն Զաքարյան, օրինակ այս 3 օրերի ընթացքում, որ գործարանը կանգնած է եղել, ինչ տեսակի վնասներ է կրել, վնասների չափը հաշվարկվել են 3 օրվա ընթացքում, թե ոչ։ Մեծ հավանականություն կա, որ ոչ մի վնաս չի կրել, նոր հետ ենք քննարկում, մենք ոնց հասկացա ժամանակին հասել ենք եւ որևէ խնդիր չկա։ Կարծում եմ վաղը ընթացքը կգնա, որևէ խնդրեմ չի լինի։ Ճշտում էլի, եթե բնակիչները ակցիա չանեին, էլի այս որոշումը լիներ, ուզում եմ հասկանամ, այս որոշումը երբ է ընդհանուր առմամբ կայացվել։ Տնօրենը չեկավ։ Թող ասեն, ես քանի օր է իրենց հետ կապի մեջ եմ, Զաքարյանը 3 ամիս ես միշտ խոսացել եմ, միշտ փորձել ենք այդ հարցը լուծենք, արագի մեջ շփվել ենք, լուծել ենք, գնացել։ Չէ, նկատի ունեմ գործարանը, որ շարունակում է աշխատանքները, այդ որոշումը կայացվել է այսօր, այդ որոշման համար գործողություն են կարել, այսօր կայացել են։ Իսկ այն, որ այս ընթացքում աշխատակիցները այսօր բողոքի ակցիայի ժամանակ նշեցին, որ եթե անախոտ անգամներին հարկադիր պարապմունքի էին գնում եւ նայեք, այդ տեխնիկական հարցեր են իրավական, որը տնօրինության շրջանակներում է, եթե կգա կհասնի մեզ, մենք էլի տնօրինության հետ բավականին լավ կաշխատենք, կարծում եմ այդ հարցերն են։ Իսկ աշխատակիցների միջամտություն է եղել, մենք հասկանալ այդ փոխհատուցումը, աշխատակիցները հարկադիր պարապմունքի չեն ուղարկվել։ Հարգելի գործընկերներ ջան, այդ արդեն տնտեսվարողի շրջանակում է, ես այդ հարցին չպատասխանեմ։ Պարոն Զաքարյան, իսկ այն ընկերությունները, որոնք այս ընթացքում, որոնց դռները այս ընթացքում նորից պարակնքվել են, չեն աշխատում, ունեք տեղեկություն, հնարավոր է այս ճանապարհը։ Շատ ընկերություններ, Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող, ունեք տեղեկություններ այդ ընկերություններից, այս ձևաչափով կարող են աշխատել։ Համակարգում արդյունաբերության ոլորտին այս պահին շատ կարևոր է։ Քննարկում չեք ունեցել գործընկերների հետ էկոնոմիկայի նախարարության։ Քննարկումներ ենք ունեցել, բայց չէ, կոնկրետ հարցի հետ կապված որևէ բան բացատրելու բան չի։ Պարոն Ծառուկյանը նաև մթերող, այսպես հա, ընկերություններ, գործարաններ ունի, մթերող գործարաններում ինչ իրավիճակ է հաշվի առնելով նաև այն, որ շատ վերքի առումով նաև այս պահին այդ սեզոնն է մթերման։ Որևէ գործարան չի դուժի եւ բոլոր գործարանները նորմալ շարունակեն այս աշխատանքային պրոցեսները, ոնց որ առաջիկայում շարունակի առածանը։ Նաև այդ նաև ստացվում է ոչ միայն գործանը, նաև գյուղացիներ էլի, ովքեր պիտի գնան մթերեն եւ այլն։ Իսկ վարչական շենքի աշխատակիցների դա արդեն մի քիչ այլ իրավական պրոցեսներ է, ժամանակի ընթացքում դա է։ Այսինքն ճիշտ է հասկանում, միայն այս շենքի աշխատանքները այս բանի որ չեն կարող որևէ գործողություն իրականացնել, իսկ այն գործանի Մի ուրիշ հարց էլ աշխատակիցների հետ կապված ինչ որ բան ասվել է, բոլորը շարունակելու են աշխատել, թե արդեն իսկ չէ, ոչ մի չէ կան։ Ասպայց սկսած աշխատել։ Շնորհակալ եմ։ շնորհակալություն։ Փոխանցած